Սիրելիներ, ողջունում եմ բոլորիդ, թող Աստծո օրհնությունը լինի ձեր հետ։ Մենք շարունակում ենք Աստծո խոսքի ուսումնասիրությունը։ Կան գիտնականներ, որոնք վստահ են, որ հրաշքները գոյություն չունեն, եւ ամեն բան կարելի է բացատրել ժամանակի մեջ, նաեւ ֆիզիկայի եւ բնության օրենքներով։ Այսինքն տգետ մարդիկ տարբեր բան տեսնելիս անվանում են հրաշք։ Այսինքն 15 տարի առաջ ինչ որ մեկի տեսազանգը մյուսի համար հրաշք էր։ Դա պարզ է, դրա հետ չենք վիճում, բայց կան հրաշքներ, աստվածային հրաշքներ, Աստվածաշունչը ներկայացնում է, որ միակ հրաշագործը Աստված է, այսինքն Աստված հրաշագործ է, նա կարողանում է ոչինչից ինչ-որ բան ստեղծել, մարդ ստեղծել, մոլորակ ստեղծել, արև ստեղծել, չգիտեմ, դա աստվածային հրաշքն է, երբ դու չես կարող, չգիտեմ, երկրի ձգողության ուժը հասկանալով հասկանալ թե ինչպես ստեղծվեց արեգակը։ Դա հնարավոր չէ։ Հաջորդ Աստվածաշունչը ներկայացնում է, որ Աստված միավորում է եւ բաժանում է ջրերը։ Դա եղավ ջրեղեղի ժամանակ, դա եղավ երկրի ստեղծման ժամանակ, որոշ դեպքերում մենք տեսնում ենք մարգարեների մոտ, ինչ որ միշտ նոր ժամանակաշրջան, երբ որ գալիս է, նոր արարում է գալիս, միշտ ջրերը բաժանվում են, միավորվում են, Եղիա-Եղիսեի ժամանակ ենք տեսնում, Կարմիր ծովը Իսրայել ժողովուրդը անցավ, ջրերը բաժանվեցին եւ միավորվեցին, ընդհանրապես ջրերը բաժանվել են միավորվել, նայած ում համար է լավ, ում համար է վատ։ Այսօր մենք խոսելու ենք հենց այդ գաղափարի շուրջ։ 1267 եւ 1927 թվականներին դեպքեր տեղի ունեցան, երբ որ Հորդանանը երկրաշարժի մեծ երկրաշարժի արդյունքում դադարեց, կանգ առավ, հետ գնաց եւ հետո շարունակեց իր ճանապարհը։ Դրա համար էլ կան գիտնականներ, որոնք ասում են ըստ երևույթի մթ 1410 թվականին, երբ Հեսուն անցնում էր, երևի այդպիսի մի երկրաշարժ եղել։ Եվ միառժամանակ կանգ էր առել, հետ է գնացել ջուրը եւ մարդիկ անցել են։ Պարզապես հարցը, երբ չորացավ, երբ միլիոնավոր մարդիկ, ծերեր, երեխաներ, կենդանիներ, բեռներ, այդ ամեն ինչ ինչպես անցավ։ Դրա համար 1 օր էր հարկավոր։ Դրա համար պետք չէ ամեն բան կապել գիտության հետ։ Աստվածային հրաշքները անբացատրելի են։ Պետք չէ մտնել Աստծո ծրագրերի մեջ։ Ուրեմն շարունակենք մեր ուսումնասիրությունը։ 3-րդ գլուխ Հեսու ներկայացնում է, որ ընդհանրապես Աստվածաշնչում, երբ Աստծո խոսքը լսում են, որ ինչ-որ բան պիտի անեն, նրանք վեր են կենում հենց առավոտից դա սկսում են անել։ Այդպես էլ էստեղ Հեսուն առավոտանց ժողովրդի հետ վեր կացան եւ Սատիմից չվեցին, տեղափոխվեցին դեպի Հորդանանի ափը։ Մոտ 11 կիլոմետր եկան եւ 3 օրով իջևանեցին Հորդանանի մոտ։ Հորդանան այդ ժամանակ շատ հորդ էր, այսպես ասած, երևի 30-ից 50 մետր լայնություն ուներ, քանի որ այդ ժամանակ Հերմոն սարից հալում էր ձյունը եւ իջնում Գառնանը, այդ ժամանակ վերջին անձրևներն էր, այդպես է կոչվում վերջին անձրև, այսինքն աշնանացան բույսերի համար, ցորենի եւ այլն, գարուն էին հնձում եւ այդ ժամանակ մի հատ գառան ուժեղ անձրևներ էր լինում եւ դրանից հետո արդեն բերքահավաքներ։ Այսինքն ուժեղ անձրևների եւ ձնհալքի ժամանակ եկան կանգնեցին դառը իրականության առաջ։ Ինչպես իրենց ծնողները 40 տարի առաջ կանգնել էին Կարմիր ծովի առաջ եւ տրտնջում էին, չգիտեին գնային ուր գնային։ Հիմա էլ այստեղ եկել են, արդեն մոտեցել են խոսացած երկրին, բայց կա պատնեշ, ջրային սահման, որը չի թողնում նրանց անցնել առաջ։ Այդ ժամանակ ոստիկանները կամ ծերերը, կառավարիչները դուրս եկան ժողովրդին եւ ասացին. երբ որ տեսնեք Աստծո ուխտի տապանակը, նրա հետևից գնացեք։ Ուխտի տապանակը ինքը Աստծո գահն էր։ Աստված իջնում էր դրա վրա եւ Մովսեսը եւ մնացածները շփվում էին Աստծո հետ հենց այդտեղ։ Երբ որ Աստծո փառքը իջնում էր ուխտի տապանակի վրա։ Եվ դրա համար տաճարը սուրբ էր։ Երկրորդը այնտեղ վկայության խոսքերն էին։ Ուխտի խոսքերն էին, 10 պատվիրանները, աշխարհի ամենակարևոր երբևէ գրություն։ Այսինքն Մովսեսը, Հեսուն, Մատթեոսը գրել են գրքեր, բայց 10 պատվիրանները դա միակ բանն է, որ գրել է Աստված իր ձեռքով։
Այդպես է գրում։ Դրա համար շատ շատերը, որ այսօր Աստծո օրենք լսելիս անարգում են, նախատում են, դա շատ մեծ ցավալի եւ անեծքով լի դեպք է։ Վերջը Զատիկի օրերը մոտ էին, նրանք գնում են, բայց նաև ասեցին, ժողովուրդը հեռու լինի ուխտի տապանակից մոտ 1 կիլոմետր հեռավորության, քանի որ ուխտի տապանակը ինքնին վտանգավոր առարկա է, նրան չի կարելի կպնել, անգամ քահանաները, ընդհանրապես ղևտացիներն են տեղափոխում, ինչպես էին տեղափոխում, նրանք ունեն երկար ձողեր, որոնք մտցնում են օղակների մեջ հեռվից եւ բարձրացնում են իրենց ուսերի վրա։ Չէր կարելի դիպչել, որովհետեւ դա սուրբ է, դա Աստծո գահն է։ Աստված նստած է իր օրենքի վրա, Աստված արդարության թագավոր։ Որտեղ գրված են, որտեղ սեյֆն է փաստաթղթերի, որ մարդիկ Աստծո սեփականությունն են։ Դրա համար երբեմն մարդիկ միշտ ցանկացել են տեսնել ուխտի տապանակը իրենց ինչ է ներկայացնում։ Ամենասուրբ բանը ամբողջ աշխարհում։ Դրա համար է ստեղծվում քահանայություն, դրա համար է ստեղծվում, չգիտեմ, սրբարան եւ այլն։ Ասում էր չմոտենակ, դա բավականին վտանգավոր բան է։ Ընդհանրապես գետ անցնելու համար կամ ինչ որ գործողություն անելու համար առաջինը պետք է գնա հատուկ ջոկատը, չգիտեմ, այդտեղ կա, չէ, մարսկի կոծիկի կամ, չգիտեմ, հատուկ սպեցնազ, որը գնում էր առջևից։ Միշտ այդպես էր։ Այստեղ պետք է գնային քահանաները իրենց ուսերին ուխտի տապանակը։ Դա մեկ։ Հաջորդ խնդիրը, որ մենք տեսնում ենք այստեղ, դա այն է, որ իրենք պիտի գնան շատ հեռու ժողովրդից, 1 կիլոմետր առաջ։ Նաև այս մարդիկ գնում էին առանց զենքերի։ Պարզապես Աստծուն հավատալով գնում էին առաջ։ Առաջ ժամանակին կամ իրենց զինանշանն էին տանում, կամ ինչ-որ կուռքերի, որոշ կուռքերին իրանք իրենց հետ տանում էին պատերազմ։ Եթե հիշում եք նույնիսկ Հեղի որդիները պատերազմի ժամանակ, Սավուղի օրերում տարան ուխտի տապանակը, պատերազմի այդ միջև Սավուղի գալներ, որպիսի գնան եւ հաղթեն, որովհետեւ Աստծուն տանում են։ Ու անգամ փղշտացիները վախեցան, որ Աստված գալիս է պատերազմի դաշտ։ Հեսուն ասեց ժողովրդին, որ սրբվեցեք։ Ինչ էր սրբվելը։ Սրբվեցեք, որովհետև Աստծուն տեսնելու եք։ 10 պատվիրաններ տալու ժամանակի մնացած դեպքերում, երբ որ պետք է լիներ աստվածահայտնություն, տեոֆանիա, երբ Աստված պիտի շփվեր ժողովրդի հետ, նրանք պիտի մաքուր լինեին։ Մաքուր լինեին մտավոր, խոսքերում, հա, դա ենթադրվում է։ Նրանք լողանում էին, կարծես թե մկրտվում էին, ջրի մեջ էին մտնում, իրենց հանդերձներն էին լվանում եւ հեռու են սեռական հարաբերություններից։ Ինչի համար, ըստ երևույթի նրա համար, որ Աստծո հետ փոխհարաբերություններ ունենալու համար կռապաշտները այդ ժամանակ սեռական հարաբերություն են ունենում, որտեղ արու եւ էգը միավորվում են, Աստվածը իրենց հետ միավորվում է։ Դրա համար Աստված ասում է ինձ հետ մերձենալու համար չլինի ոչ մի սեռական հարաբերություն, ինչպես կռապաշտներին է։ Եվ դուք կտեսնեք, որ էգուց Աստված մեր մեջ կլինի։ Աստված մարդկանց մեջ, դա Խորանի գաղափարն է, դա Էմմանուելի գաղափարն է, որ Հիսուս Քրիստոսը եկավ եւ մարդկանց մեջ էր, բայց մարդիկ, որպեսզի Աստծուն մտերմանան, նրանք պետք է լինեն սրբված, մաքրված։ Եվ ասեց քահանաներին, վերցրեք ուխտի տապանակը եւ գնացեք առջևից։ Ընդհանրապես ղևտացիներն են տանում, այստեղ գրված այսպես։ Տերը երևի շատ կարևոր հարց էր, որ ղևտացիները չէին տանում, այլ քահանաները։ 7-րդ համարում գրված են հետևյալ խոսքերը. «Եվ Տերն ասաց Հեսուին. այսօր կսկսեմ քեզ մեծարել բոլոր Իսրայելի աչքի առաջին, որ իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ էլ»։ Այսինքն Աստված ասում էր, այսօր ես այնպես եմ անելու, որ ժողովուրդը տեսնեն, որ ես քեզ հետ եմ։ Հեսուն գալիս է ժողովրդին ասում, որ մոտեցեք եւ այսօր կտեսնեք, որ կենդանի Աստված ձեր մեջ է։ Այսինքն Աստված նրան ասել է, որ ես քեզ կմեծարեմ, բայց ինքը չի գնում եւ ասում, Աստված այսօր ինձ մեծարելու է։
այլ ասում է Աստծո Աստված է մեծարվելու, կենթանի Աստված, եւ դա օրինակ կլինի, որ Աստված 7 չար ազգերին պիտի վերացնի եւ նա է բոլոր երկրի Աստվածը։ Բոլոր երկրի, այսինքն կուրքերը, ինչ որ ամբողջ աշխարհին տերերը չէին մեկ եւ երկրորդը կուրքերը կենթանի չէին։ Կուրքերը մահացած էին փայտից եւ քարից պատրաստված։ Եվ ասում է ընտրեք ձեր մեջից 12 հոգի, հետո կարծես թե կասեմ, թե ինչ պիտի լինի։ Պատրաստ եղեք, որ մենք անցնելու ենք Հորդանանը։ Հորդանանը իր ամենահորդ ու ամենավտանգավոր ժամանակ պիտի նրանք անցնեն։ Եկել են կանգնել Երիքովի առաջ ամենառազմական, վտանգավոր, հարուստ, թշնամական քաղաքի առաջ եւ պիտի գետը անցնեն։ Առանց զենքի, առանց զորքի պետք է անցնեն։ Եվ երբ որ ժողովուրդը Հորդանանով անցնելու համար իրենց վրաներից չվեցին, նրանք վրաներից դուրս եկան, վրաները հավաքեցին եւ հենց որ տապանակը վերառնող Հորդանանը տապանակը վերցնող կանաները մտան Հորդանան գետի մեջ, ջուրը դադարեց։ Այսինքն, միջև այդ 40 տարի առաջ Մովսեսը բարձրացրեց իր ձեռքը գավազանը եւ ջրերը բացվեցին։ Նրանք թաց չեղան, բայց հիմա արդեն 40 տարի անցել եւ նրանք պիտի մի հատ իրենք զգան, որ թաց են լինում։ Երբեմն այդպես է, երբ որ դու մեծանում ես, այս ժողովուրդը կարելի է ասել որբ ժողովուրդ է։ Նրանց բոլոր ծնողները մահացել են։ Այսինքն մեծահասակների, միջին տարիքի մարդիկ ծնողներ չունեն եւ նրանք ունեն վատ օրինակ իրենց ծնողների, թե ինչպես կռապաշտության, այլանդակության, անհավատության համար մահացել են այս մարդիկ։ Հիմա ինակ տեսնում ենք, որ անտրտունջ բանակ կազմած նրանք վստահ Աստծո կամքի վրա պետք է անցնեն ճանապարհը։ Եվ այդ ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին, այսինքն ջրերը գալիս էին, եւ երբ որ քահանաները մտան ջրի մեջ, ջուրը հետ նահանջեց։ Եվ դեզ դարձավ։ Ջուրը դեզ դարձավ եւ կարծես թե հետ էր գնում եւ միջև Ադամ քաղաքը հետ գնաց։ Ադամ նշանակում է հող։ Այստեղ ոմանք տեսնում են, որ ջուրը գնաց եւ հող է երևաց։ Ոմանք նաեւ այդ գաղափարն են տեսնում։ Եվ մնացած ջրերը գնացին Մեռյալ ծով։ Այսինքն մի կողմից ջրերը գնացին, իսկ մյուսը կանգնեց։ Դա ծով չէր, որպեսզի երկու կողմից պատ դառնար։ Եվ նրանք Երիքովի դեմ կանգնեցին եւ քահանաները հաստատ ոտքերի վրա կանգնեցին, դա Աստվածաշունչում շատ է հանդիպում, վտանգավոր ժամանակներում հաստատ կանգնել, չշարժվել, չկասկածել եւ այդ ժամերի ընթացքում քահանաները պետք է հաստատ կանգնեին Հորդանանի կեսում, որպեսզի ժողովուրդը անցներ։ Եվ ժողովուրդը նրանց մոտով անցնում է։ Ընդհանրապես Հորդանանով անցնելու ժամանակ Հեսուի սկսեցին մեծարել։ Իր ծառայությունը նա սկսեց այդ պահից։ Ինչպես Հիսուս Քրիստոսը իր ծառայությունը սկսեց Հորդանանի միջից դուրս գալուց հետո։ Ուրեմն մեր տղաներից մեկը երբ որ գնում էր բանակ, իմ մտերիմ ընկերը, ուրեմն ինքը ասեց մի գրություն գրի, որ իմ մոտ լինի, ես չեմ կարող նոր գտականը մոտս պահեմ կամ Աստվածաշունչը եւ այլն։ Ես մենակ Եսայա 23-ի 2 համարը գրեցի եւ նա 2 տարի պահեց իր գրպանում, որտեղ գրված էր. ջրերն անցնես, ես քեզ հետ եմ, կրակի մեջով անցնես, ես քեզ հետ եմ, քեզ չի վնասի։ Վերջ այս համարը բավականին տեղին է։ Հիմա տեսնենք, թե ինչպես եւ ինչ արեցին այս մարդիկ, որպեսզի խնդիր չառաջանա եւ մարդիկ հիշեն հավիտյան։ Այսինքն 10 պատվիրանները գրվեց քարի վրա նրա համար, որպեսզի դա համարվի հավիտենական, որպեսզի երբեք չփոխվի։ Ավազի վրա չգրեց Աստված իր 10 պատվիրանները։ Եվ հիմա երկու արձան պիտի դնեն Իսրայել ժողովուրդը, որպեսզի հիշեն, որ Աստված արել է այս հրաշքը։ Նրանք ընդհանրապես ինչ որ դեպքերից հետո քարեր էին իրար գլուխ լցնում, որ ցույց տային, որ ինչեր է արել Աստված նրանց կյանքում։ Ուրեմն Աստված Իսրայելին գետի մեջով անցկացրեց, որպեսզի Իսրայելի հավատը մեծանա։
որ նրանք սկսեն վստահել Աստծուն, վստահել Հեսուին։ Նաև Քանանի երկիրը նամանավանդ Երիքով քաղաքը նայում էր վերևից, թե ինչպես են նրանք ջրի միջով ցամաքով անցնում։ Այսինքն այդ ցամաքեց այդ տարածքը եւ նրանք անցան։ Այդ ժամանակ բոլոր ժողովուրդը, քանի որ չկար գրքեր, նրանց պետք էին ինչ որ քարեր կամ ինչ որ մի արձաններ, որպեսզի նրանք հիշեին։ Բայց դրա հետ կապված մենք կարդում ենք Ղևտացիս 26:1, որտեղ Աստված ասում է արձաններ չշինես եւ չերկրպագես։ Այսինքն, սրանք արձաններ չէին, սրանք պարզապես անտաշ քարեր էին, որոնք լցնում են իրար գլուխ։ Այսինքն, բոլոր զոհասեղաններն էլ այդպես էին։ Քար չէին տաշում, պարզապես գտնում էին 12 քար մոտորապես, դնում իրար վրա, որը հուշարձան էր դառնում, որին չէր կարելի երկրպագել։ Դա պարզապես հիշողության համար էր։ Եվ 12 մարտ, ինչպես 12 առաքյալներ, ամեն բան կատարում է 12 հոգու շրջանակներում։ Նրանց ասվեց, որտեղ պինդ կանգնած են քահանաները, ուխտի տապանակները իրենց ուսերին, այնտեղից վերցրեք 12 քար եւ տարեք ափ, որպեսզի այդ քարերը Հորդանանի տակ եղած, որոնք միշտ տեսել են ջուրը, որոնք գետի քարեր են, երբ որ հայտնվեն նրանք ափին, ձեր երեխաները հարցնեն եւ ժողովուրդ ասեն, «Էս ոնց էս քարերը դուրս եկան»։ Ափ եւ դուք կասեք, դա Աստծո հրաշքն էր, երբ որ գետի հունը Աստված կանգնեցրեց եւ ցամաքով ժողովուրդը անցավ գետի միջով։ Եվ ասում է, ձեր Տեր Աստծո տապանակի առաջին անցեք Հորդանանի մեջ, այսինքն իրենք միջև Հորդանանի կեսը գալիս էին ուխտի տապանակի հետևից, հետո անցնում էին ուխտի տապանակը եւ շարունակում ճանապարհը եւ դուրս գալիս։ Ինչպես մի ժամանակ Աստծո փառքը, հիշում եք, իրենց առաջնորդեց, հետո եկավ իրենց ու եգիպտացիների կենտրոնում կանգնեց, որպեսզի եգիպտացիները չվնասեն։ Հիմա էլ գետն է նրանց վնասողը եւ Աստված ցույց չտալիս, որպեսզի գետը վնասի նրանց։ Ամեն մեկը իր ուսին վերցրեց 12 հոգին քարեր եւ դուրս եկան։ Փաստորեն գետի տակը քարքարոտ էր, ինչպես սովորական գետերը, եւ 12 մեծ քարեր իրանք վերցրեցին, որտեղ ասում ուսերի դրեք, մեծ քարեր են, որպեսզի դրանք դառնային հուշա, չգիտեմ, արձաններ կամ չգիտեմ ինչ որ տարածքներ, եւ ժողովուրդը անցնում էր այդ Հորդանանի տակով, Հորդանանի գետով, քարքարոտ էր, չնայած Աստված ջրերը բացել էր, բայց դա քարքարոտ էր, դա մեզ շատ բաներ սովորեցնում։ Եթե հրաշք է կատարվում մեր կյանքում, չի նշանակում, որ դա հարթ է, հրաշքի մեջ էլ կան խնդիրներ, այն ժամանակ էլ, հրաշքի ժամանակ եգիպտացիները հարձակվել էին նրանց վրա։ Եվ այն դեպքում գրված է Աստծո շնչով չորացավ, իրականում Աստծո հոգով, այնտեղ էր Աստծո հոգին, Աստծո հոգին չորացրեց, այստեղ էր Աստծո հոգին չորացրել։ Եվ սա նշան կլինի, որ երբ որ եկուց ձեր որդիները ասեն, «Էս ինչ կույտ է քարերի», դուք ասեք, մի ժամանակ Աստված այս ջուրը կույտ էր հավաքել, կարկառա, ոնց է կոչում, կարկառակույտ արեց ջրերը, հիմա էլ այս քարերն են կույտ հավաքում, որպեսզի երեխաները հարցնեն։ Ընդհանրապես Աստված միշտ երեխաներին այնպես է ստեղծել Աստված, որ նրանք շատ հարցեր են տալիս։ Ամեն բանը հարցնում են, որպեսզի ծնողները բացատրեն նրանց ճշմարտությունը։ Վերջերս մի երկու օր առաջ Facebook-ում տեսնում եմ, թե ինչպես մի հոգեբան ստերեոտիպ բացատրում է, որ պետք չէ երեխաներին ասել Աստծո մասին։ Բոլորն էլ գալիս է ժամանակ, երբ որ հասկանում են Աստծո։ Իրականում այդպես չէ։ Աստված ասում է դռանդիներիդ վրա էլ գրի։ Ծնողների վրա դրել է պատասխանատվություն ու պարտականություն, որպեսզի երեխաներին բացատրեն Աստծո կամքն ու ճշմարտությունը։ Գնացինք։ Ուրեմն ասում է քարերը հանեք հիշատակի համար եւ նրանք այդպես արեցին։ Այստեղ գրած է Իսրայելի որդիները այդպես արեցին, որը նշանակում է ժողովուրդ։ Իրեն ժողովրդի անունից էին։ Կարծես թե ամբողջ ժողովուրդը էր այդ քարերը հանում։ Դրանից հետո ասեց նաև երբ որ դուրս եկան, ասեց ափից էլ վերցրեք 12 քարեր եւ տարեք
գետի կենտրոնը։ Էլի խի զորով ենք բրծել այդ ջրից, զորով ենք բրծել այդ մահից։ Հիմա պիտի այդպիսի մի կույտ էլ 12 մեծ քարեր դնեին գետի կենտրոնում, որ երբ որ լիներ ամառը, երբ որ, չգիտեմ, ջուրը պարզ լիներ, այդ ժամանակ նաև մի հուշարձան լիներ ջրի մեջ, որպեսզի մարդիկ ասեն, «Էս ինչ քարակույտ է Հորդանանի կենտրոնում, երևում երևի շատ թույլ», ասեին, որովհետև մի ժամանակ ցամաք էր, այդտեղ Աստված պատվիրել էր քարեր դնել, Աստված հրաշք էր գործել։ Շարունակեցինք, եւ տապանակը վերանող քահանաները կանգնեցին Հորդանանի մեջ, միջև որ վերջացավ։ Քահանաները, Աստծո մարգարեները, չգիտեմ, հոգևորները, դրանք այն մարդիկ են, ովքեր վտանգի մեջ մտնում են առաջինը, դուրս են գալիս վերջինը։ Դրանք ինչպես նավապետները, վերջին են լքում նավը։ Այսպես էլ այստեղ քահանաները պիտի սպասեին, մինչև բոլորը դուրս գային։ Հաջորդը եկավ մի ժամանակ, երբ որ նրանք շտապելով դուրս եկան, արդեն վազելով դուրս եկան։ Տարբեր կարծիքներ կան։ Այս 12 քարտանողներն են շտապելով դուրս գալիս։ Թե մեկ օր էր, նրանք վախենում են, որ ժամանակը քիչ է պիտի շտապելով դուրս գան։ Երրորդը քահանաներն էին հոգնել արդեն ուխտի տապանակը իրենց ուսերին եւ նրանք ուզում են շուտ դուրս գային, որպեսզի քահանաներն այդտեղից շարժվեին։ Թե ուզում են շուտ մտնեին Քանանի երկիրը։ Բոլորը դուրս գային եւ մտնեին Քանանի երկիրը։ Կարծիքները տարբեր էր, բայց շտապով դուրս գալը մեզ հիշեցնում է Իսրայել ժողովրդի զատիկը, երբ որ նրանք դուրս էին գալիս։ Իդեպ այստեղ զատիկից 4 օր առաջ է։ Այն ժամանակ է 19 համարում գրած է ամսի 10-ն է։ Այն ժամանակ է, երբ որ առանձնացնում էին գառին, որպեսզի 4 օր հետո անեն զատիկը։ Այստեղ Աստված առանձնացրեց իր ժողովրդին։ Աստված առանձնացրեց Հեսուին։ Աստված նոր սկիզբ է դնում եւ մարդկանց պատրաստանում, որ 4 օր հետո լինելու է զատիկը այս ժողովրդի համար։ Եվ այստեղ Ռուբենի, Գադի եւ Մանասեի կեսցեղը սպառազինված արդեն պիտի ժողովրդի առաջից դուրս գային եւ 40,000-ի չափ պատրաստված մարդ կար։ Իրենց մի մասը մնացել էին իրենց երկիրը պաշտպանելու։ Այստեղ պարզ չէ 29%-ն էին իրենք, թե 29% մնացել են, այսինքն իրանց ընտանիքները, այդ 3 ցեղի կին, երեխա, շատ զինվորներ, հազարավոր, դրա մասին մենք կարդանք 22:8-ում, նրանք չտեսան։ Հորդանանը բացվել է, նրանք չտեսան։ Ամենակարևոր հրաշքը Աստծո մարդը չտեսավ, քանի որ ընտրեց ժամանակից շուտ իր համար երկիր։ Դա եսասիրության արդյունքում էր։ Եվ այդ ժամանակ ամբողջ այդ ժողովուրդը անցնում էր Տիրոջ առաջից։ Տիրոջ առաջին նշվում է Աստված ինչպես մի գեներալ, մի թագավոր, որ ժողովուրդը կարծես անցնում են նրա հայացքի առաջից։ Նույն օրը Տերը մեծացրեց Հեսու Իսրայելի աչքերի առաջին եւ նրանից վախենում են, ինչպես վախենում են Մովսեսից։ Ինչպես են վախենում Մովսեսից։ Առաջինը հարգում են։ Երկրորդը ինչպես են վախենում մարդիկ, ովքեր տեսել են Կորխի պատմությունը։ Երբ որ հողը բացվեց եւ նրանք դժոխք իջան իրենց ունեցվածքով, երեխաներով, վրաններով, անասուններով իջան հողի տակ։ Մարիամին տեսան, մարգարեին, երբ որ խոսեց Մովսեսի դեմ, բորոտացավ։ Երկրորդ դեպքը Ելից 25:16-ը, որտեղ ներկայացնում է, թե ինչպես էին պատկառում Մովսեսից։ Հաջորդը մենք տեսնում ենք ինչպես մտան խոստացված երկիրը եւ սկսեց կարծես թե նոր ժամանակահատված։ Ուխտի տապանակը, ուրեմն Հորդանանից եւ ասեց Հորդանանից եւ Հեսուն ափից գոչեց, եւ ասեց քահանաներին Հորդանանից դուրս եկեք։ Հորդանանից դուրս եկեք, այդ Հորդանանը վտանգավոր տարածք է, որտեղից պիտի դուրս գային։ Դա կարծես մեզ հիշեցնում է դուրս արի Բաբելոնից ով ժողովուրդ։ Եվ նրանք դուրս եկան, եւ երբ որ նրանց թաթերը դուրս եկավ, այդ ժամանակ ջուրը եկավ շատ արագ եւ գետը շարունակվեց։ Եվ այնպես էր, կարծես թե
ջուրը անգամ չէր պատռվել։ Շատ դեպքեր կան, որ մոռացության են մատնվում։ Դրա համար էլ Աստված ասեց երկու հուշարձաններ շինեք քարերից, որպեսզի դրանք մնան։ Ոչ թե սառույցի կտորներով, ոչ թե ավազ լցրեք, այլ քարեր, որոնք մնայուն էին այդ ժամանակ, ոչ թե փայտից եւ այլն։ Եվ դա ամսի 1-ն էր, եւ Աստված արեց։ Գաղգաղա եկան։ Գաղգաղան դա մի քաղաք է, որ նշանակում է շրջան։ Թե այդ ժամանակ կռապաշտության ինչ-որ շրջան էր դա, որովհետեւ Գաղգաղայի մասին դեռ կարդանք կռապաշտություն եւ կուրքերի համար։ Կամ այստեղ քարերը 12 դրեցին շրջանաձև, դրա համար է կոչվում Գաղգաղա, պարզ չէ։ Եվ եթե հարցնեն, ինչ են այս քարերը ձեր որդիները, ձեր տղերանցը իմացրեք։ Այսինքն Աստված չի ասում, գնացեք ռաբիները ձեր երեխաներին սովորացնեն, ուսուցիչները սովորացնեն ձեր երեխաներին, այլ ծնողը պետք է երեխային սովորացնի Աստծո հրաշքների մասին։ Եվ դուք ասեք, որ Հորդանանի միջով ցամաքով անցկացրեց Աստված մեզ, եւ ինչպես դա արել էր, կարմիր ծովն էլ մի ժամանակ արել էր, դե նա տիպոլոգիա է, որպեսզի երկրի բոլոր ազգերը իմանան, փաստորեն ոչ միայն Իսրայել ժողովուրդ, այլ երկրի բոլոր ազգերն, այ մենք հայերս իմացանք այս դեպքի մասին, որ Տիրոջ ձեռքը զորավոր է եւ դուք ձեր Տեր Աստվածանից միշտ վախեցեք։ Աստվածաշնչում կա այսպիսի գաղափար, ինչպես աստվածավախությունը, եւ Աստված ասում է. «Երանի թե ինձանից վախենային, իմ պատվիրանները պահեին, եւ դա նրանց համար լավ կլիներ»։ Այսինքն աստվածավախությունը դա պանիկ վախը չէ, դա հոգեկան խնդիրները չեն, այլ աստվածավախությունը դա ճշմարիտ հավատն է, որ մարդ ունի Աստծո նկատմամբ։ Նույն բանը դեռ մենք տեսնելու ենք Հեսուի վերջում 24 գլխում, երևի 24-ի 4-ում, որտեղ ասում է, ուրեմն 24-ի 14-ում, եւ հիմա դուք Տերից վախեցեք եւ նրա հավատարմությամբ եւ ճշմարտությամբ ծառայություն արեք եւ դեն գցեք այն աստվածները, որոնք եւ այլն։ Ինչ աստվածավախությունը, դա այն ժամանակ, երբ որ դու անկեղծ եւ ճշմարիտ ձևով, հավատարիմ ձևով ծառայում ես Աստծուն։ Եվ դրա մասին նաեւ գրում է Սաղմոս 2-ն, օրինակ, Սաղմոս 128-ում էլի նույն խոսքերն է ասում, Սաղմոս 128 1. Երանի այն ամենին, որ Տերից վախենում են եւ նրա ճանապարհներում գնում։ Թող Տերը բոլորիս օրհնի, որպեսզի մենք գնանք Տիրոջ ճանապարհներում։ Մենք հավատանք Տիրոջ հրաշքներին։ Մենք հասկանանք մեր պարտականությունը, պատասխանատվությունը Աստծո ժողովրդին սովորեցնելու, մեր երեխաներին սովորեցնելու։ Մեզ սովորեցնի, որ մենք որպես հոգևոր աճ ունեցող մարդիկ առաջինները պիտի մտնեն խնդրի մեջ եւ վերջինը պիտի դուրս գան, պիտի հաստատ կանգնեն ամենավտանգավոր տեղերում, ինչպես Գեդեոնի 300 հոգին, երբ որ 125,000 մարդիկ իրար սպանում էին, իրենք 300 հոգով կանգնել էին հաստատ ոտքերի վրա, եւ ամբողջ Աստվածաշնչում Աստծո մարդը հաստատ ոտքերի վրա կանգնած է վտանգավոր տեղերում, միջև Աստծուց հրաման չլինի դուրս արի։ Եվ նա պատրաստ է Հորդանանի մեջով էլ գնա, մահվան շուքի ձորով էլ գնա, որտեղ Աստված նրա հետ է։ Հաջորդ անգամ կխոսենք նրա մասին, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Շատ զարմանալի բան է Աստված նրանցից պահանջում, որը պետք է էլի ավելի մեծ հավատ, որպեսզի գնան այդ քայլին։ Թող Տերը օրհնի բոլորիս, եղեք Աստծո օրհնության մեջ։ Հաջողություն ձեզ։